Վրաստանի վարչապետը յուրահատուկ նվեր է մատուցել այսօր իրեն հյուր եկած Իլհամ Ալիևին։ Թբիլիսին Բաքվին է արտահանձնել ադրբեջանցի այլախոհ եւ նախկին քաղբանտարկյալ Ավղան Սադիգովին, ով թաքնվելով իր երկրի իրավապահներից դիմել էր Վրաստանի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի։ Ավղան Սադիգովը Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող է, Azel TV մեդիա հոլդինգի հիմնադիրը եւ ժամանակին նա հայտնի էր դարձել Ալիևի վարչակազմի խիստ քննադատությամբ։ Նա քննադատում էր նրան եւ տոտալիտար կառավարման մեթոդների եւ կոռուպցիայի համար, հավանաբար հենց դա էր պատճառը, որ 20 թվականին նրա դեմ շինցու մեղադրանք էր առաջադրվել եւ նրան 7 տարով ազատազրկել էին։ Ժամանակից շուտ նա համաներումով ազատ էր արձակվել, տեղափոխվել էր ընտանիքով Վրաստան, ուր քաղաքական ապաստան էր խնդրել իշխանություններից, իսկ Ադրբեջանում այդ ժամանակ նրա դեմ նոր քրեական գործ էին հարուցել, դիմել էին Վրաստանի իշխանություններին, նրան արտահանձնելու խնդրանքով։ 20 թվականի փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելել էր Վրաստանի իշխանություններին արտահանձնել Սադիգովին Ադրբեջանին, քանի դեռ վերջնական որոշում չի ունեցել Ստրասբուրգի դատարանը նրա ճակատագրի վերաբերյալ։ Բայց հակառակ այս որոշմանը այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները արտահանձնել են այդ ընդդիմադիր գործչին Ադրբեջանին եւ հավանաբար դա իսկապես յուրահատուկ նվեր էր Իրակլի Կոբախիձեի կողմից Իլհամ Ալիևին, ով այսօր պաշտոնական այցով ժամանել էր Թբիլիսի։ Հավանաբար Կոբախիձեի համար կարևոր էր, որ իր հետ բանակցություններից առաջ Ալիևը լավ տրամադրություն ունենա։ Նշեմ, որ մինչ Վրաստանի երազանք կուսակցության իշխանության գալը, հենց Վրաստանում էին սովորաբար թաքնվում ադրբեջանցի իրավապաշտպանները, այլախոհները, ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողները։ Բայց վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվում է, քանի որ Վրաստանի իշխանությունները այսպես արդեն զանգվածային կերպով հեշտությամբ արտահանձնում են Ադրբեջանին բոլոր նրանց, ում Ալիևի վարչակազմը պահանջում է Վրաստանից։ Իսկ այլ երկրներ համաձայնվում են Ալիևի վարչակազմին արտահանձնել քաղաքական հետապնդման զոհ այլախոհներին։ Դե Ռուսաստանը շատ հեշտ է հանձնում ադրբեջանցի ընդդիմադիրներին Ադրբեջանին, Թուրքիան սովորաբար նույնպես խնդիր չի ստեղծում, բայց երբեմն երբ Անկարայի եւ Բաքվի միջև հարաբերությունները այդքան էլ լավը չեն լինում, խնդիրներ է ստեղծում։ Հետո իհարկե կրկին խնդիրը հեշտ լուծում են, կամ եթե չեն կարողանում բաց ձևով արտահանձնել, հնարավորություն են տալիս, որպեսզի Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարողանան Թուրքիայում առևանգել ադրբեջանցի ընդդիմադիր գործչին եւ սահմանը անցկացնելով բերել Ադրբեջանի դեմ։ Վրաստանից էլ են այդպես հաճախ առևանգում այն դեպքում, երբ Վրաստանի իշխանությունները չեն կարող այսպես լեգիտիմ բացատրություն տալ, թե ինչու են արտահանձնում։ Բելարուսը, Ուկրաինան նույնպես հեշտությամբ արտահանձնում են, իսկ արևմտյան երկրներից արտահանձնել են միայն Գերմանիայի իշխանությունները։ Այդպեսի մի սկանդալային դեպք էր, երբ 4 ադրբեջանցի ընդդիմադիրների Գերմանիայի իշխանությունները համաձայնվել էին արտահանձնել, իսկ Բաքվում նրանց շինցու մեղադրանքով դատապարտել էին երկարաժամկետ ազատազրկման։ Կարծեմ ադրբեջանցի ընդդիմադիրներից մի քանիսը նույնիսկ Հայաստանում են քաղաքական ապաստան խնդրել։ Նրանց ճակատագրի մասին ինչ է հայտնի։ Այդպեսի բազմաթիվ դեպքեր եղել են եւ ամենաթարմ օրինակը անցած տարի էր տեղի ունեցել եւ որքան հասկանում եմ այդ ադրբեջանցի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացին այժմ էլ Հայաստանում է եւ դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով։ Այս դեպքը միայն վերջերս է հաստատվել, սովորաբար օրենքը ենթադրում է, որ ապաստանի մասին հայտերը քննարկվում են 3 ամսվա ընթացքում, առավելագույնը կես տարվա ընթացքում։ Որքան հասկանում եմ այդ ժամկետը արդեն անցել է եւ արդեն կա որոշում, պարզապես մենք այդ որոշման մասին չգիտենք, արդյոք նա արտահանձնվել է, թե ընդունվել է նրա դիմումը, բավարարվել է եւ նա քաղաքական ապաստան է ստացել, բայց ես խորհուրդ չէի տա ադրբեջանցի ընդդիմադիրներին Հայաստանում քաղաքական ապաստան խնդրել, քանի որ դրանով նրանք նաեւ Հայաստանի իշխանություններին են, այսպես ասած, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ դնում, քանի որ դու պարզ է, որ վերջին զարգացումները ստիպում են Հայաստանի իշխանություններին այսպես սահմանափակված լինել
այն մարդկանց պաշտպանելու հարցում, ովքեր ունեն այդ պաշտպանվելու կարիքը միգուցե։ Այսինքն մեծ է հավանականությունը, որ ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունները չեն շտապի իրենց քաղաքական ապաստան տալ։ Բայց դեպքերը քիչ չեն եւ օրինակ երկրորդ Արցախյան պատերազմից առաջ բազմաթիվ դեպքեր եղել են, երբ ադրբեջանցի ընդդիմադիրներ Հայաստանում քաղաքական ապաստան են ստացել, օրինակ Ջավիդ Օռուջևի դեպքը ողջ ընտանիքով է Հայաստանում քաղաքական ապաստան ստացել, Թալիշ հայտնի գործիչ Շահին Միրզոևը, միայն 17 թվականին 4 ադրբեջանի քաղաքացիներ Հայաստանում քաղաքական ապաստան էին ստացել։ Պատերազմից հետո եւս բազմաթիվ դեպքեր եղել են, երբ դիմել են քաղաքական ապաստանի խնդրանքով, բայց հայտնի չէ, համենայն դեպս չի հրապարակվել պաշտոնապես ոչ մի դեպքի մասին, երբ այդ խնդրանքը բավարարված է եղել։ Դեպքեր էլ եղել են, երբ մերժել են այդ հայտը, այդ ադրբեջանցիները ստիպված են եղել երրորդ երկիր տեղափոխվել, իսկ այդ երկրների իշխանությունները նրանց արդեն արտահանձնել են Ադրբեջանին, ուր իրենց շինծու մեղադրանքներով ազատազրկել են։ Արտեմ, համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Ադրբեջանի իշխանությունները պահանջել են Հայաստանին իրենց արտահանձնել Սամվել Շահրամանյանին, իսկապես կա այդպիսի բան։ Ոչ մի արժանահավատ աղբյուր այս տեղեկությունը չի հաստատում, համենայն դեպս պաշտոնական տեղեկություն այդպիսի չկա, լրատվամիջոցները նույնպես չեն տարածում նման տեղեկություն, համացանցում է այդ վարկածը տարածված։ Կարծում եմ որևէ իրավական անգամ հիմք չկա այդպիսի քննարկումների համար, քանի որ Հայաստանի սահմանադրությունը շատ հստակ ասում է, որ Հայաստանի քաղաքացին չի կարող արտահանձնվել ոչ մի այլ երկիր, եթե անգամ այլ երկրի տարածքում հանցագործություն է կատարել։ Բացառությունը վերաբերում է միայն այն դեպքերին, եթե Հայաստանի ու այլ երկրի հետ միջև կան միջազգային պայմանագիր համապատասխան, որը վավերացվել է խորհրդանի կողմից։ Ադրբեջանի հետ մենք նման համաձայնագիր չունենք, եւ եթե սեփական երկրի քաղաքացում ինչ որ բողոք կամ խնդիր ունենանք, վստահ եմ մեր իրավապահները կկարողանան այդ խնդիրը մեր երկրի քաղաքացու հետ լուծել։ Շնորհակալություն, Արտեմ։